Բարի երեկո։ Փակ TV եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Մենք շարունակում ենք աշխատել ամենօրյա ռեժիմով, որպեսզի մեր հեռուստադիտողը լինի մշտապես տեղեկացված։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։ Այսօր լրանում է Lev Group փաստաբանական գրասենյակի 25-ամյակը։ Փակ TV-ն շնորհավորում է մեր ծրագրի լավագույն բարեկամներից մեկի Lev Group փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն եւ անձամբ Լևոն Բաղդասարյանին այդ ընկերության հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ։ Տարիներ շարունակ ընկերությունը աչքի է ընկել հանրապետության ազգաբնակչությունը մատուցած պրոֆեսիոնալ եւ բարեխիղճ ծառայությամբ։ Այսօր էլ արժանիորեն համարվում է ոլորտի լավագույն կառույցներից մեկը։ Lev Group-ին եւ նրա հիմնադիր տնօրեն պարոն Բաղդասարյանին մաղթում ենք մեր լավագույն ցանկությունները։ Հուսով ենք, որ այսուհետ եւս այն կծառայի հանուն մարդու լավագույն շահի։ Շնորհավոր 25-ամյակ Lev Group։ Pixar-ի Էլիո անիմացիոն ֆիլմը, որի համառեժիսորներից է հայազգի կինոռեժիսոր Մադելին Շարաֆյանը, ներառվել է 2026 թվականի Golden Globe մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Սա պատմական պահ է հայկական կինոյի համար։ Շարաֆյանը դարձել է առաջին հայ կինն ու Pixar-ի պատմության մեջ ընդամենը երրորդ կին ռեժիսորը, ով գլխավորել է լիամետրաժ նախագիծ։ Մրցանակաբաշխությունը կանցկացվի ուղիղ եթերով հունվարի 11-ին։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են Օսկարի դափնեկիր Դոմի Շին եւ Pixar-ի ստեղծագործական պրոդյուսեր Ադրիան Մոլինան։ Էլիոն 11-ամյա տղայի մասին է, ով պատահաբար դառնում է երկրի ներկայացուցիչը հեռավոր գալակտիկայում։ Ֆիլմը առանձնանում է խորքային թեմաներով՝ պատկանելիություն, ինքնություն եւ հասունացում, որոնք համադրված են Pixar-ի ֆանտաստիկ աշխարհի հետ։ Ավելի վաղ Շարաֆյանը պարգևատրվել է Armenian Film Society գալայի մրցանակով, որը նրան է հանձնել Pixar-ի պրոդյուսեր եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչ Քեթրին Սարաֆյանը։ Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ահազանգում է։ Զլմ-ները հայտնեցին, որ Շիրակի մարզպետարանում բոլոր աշխատակիցներին տուն են ճանապարհել ինչ-որ գաղտնի հանդիպման պատճառով։ Ապա Արարատ Միրզոյանի ԱԳՆ-ն ոչինչ չասող մի հայտարարություն տարածեց, որ հանդիպում է եղել Հայաստան-Թուրքիա սահմանի անցակետում եւ Հայաստանի Գյումրի քաղաքում։ Անցկացվել է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ շահագործման ուղղված տեխնիկական քննարկումների համապատասխան գերատեսչությունների երկրորդ քննարկումը։ Աղբյուրի փոխանցմամբ Գյումրիում է եղել Կարսի նահանգապետ Իսմայել Դեմիրթաշը եւ 4-րդ կարգի ինչ-որ պաշտոնյաներ, ովքեր հայաստանցի իրենց գործընկերներին փոխանցել են առաջին կարգի պահանջներ։ Մասնավորապես նշել են, որ իրենց ղեկավարությունը սահմանի բացման հարցը կդիտարկի միայն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխությունից հետո։ Աղերսանքին, որ գոնե ինչ-որ համատեղ անհապաղ աշխատանքներ սկսվեն երկաթգծի վերանորոգման ուղղությամբ, նշել են, որ դա տարիների բարդ աշխատանք է եւ պետք է հասկանալ, արդյոք արժի դրա վրա գումար ծախսել։ Ու քանի որ 2026-ի ընտրությունների կեղծ խաղաղության օրակարգի մասով Թուրքիան հրաժարվել է որևէ իմիտացիոն աշխատանքների մասնակցելուց, աղբյուրը տեղեկացել է, որ Հայաստանի կառավարիչները կրկին անցել են հին ձևին՝ բյուջեի հաշվին ֆեյք շինարարությանը։ Մասնավորապես այս պահին Շիրակի մարզի Ախուրիկ բնակավայրի վարչական տարածքում որոշել են միակողմանի անցակետ կառուցել, որով կփորձեն համոզել, որ սահմանի բացումը կարճ ժամանակի խնդիր է եւ որ դրանով միլիարդների շահույթ է ապահովելու։ Հայաստանի այսպես կոչված երջանիկ հասարակությունը կսկսի ավելի լավ ապրել։ Հիշեցնենք, որ նման միակողմանի մաքսային կետ էլ 2025-ին բացվեց Մարգարայում, որը հերոս հարկատուների վրա մի քանի միլիարդ դրամ արժեցավ, բայց արդյունքում այդպես էլ չգործեց։ Իսկ դիմացի հատվածում թուրքական կողմը ոչ մի անցակետ չկառուցեց, այլ վերանորոգեց նախկինում գործող զինվորական կազարման։ Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր լեռը Արարատը ձյան ուժեղ տեղումներից եւ մառախուղից հետո ծածկվել է գեղեցիկ ջերմակ շերտով։ Հայաստանի Հանրապետության սահմանից 32 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Արարատի ձնով ծածկվելը տեղացիները կապում են ձմռան Մոտալուտ Գալստյան հետ, այն անվանելով ձմռան ավետավեր։ Լեռան ստորոտն առավոտյան ժամերին պատվում է մառախուղի շերտով, ինչն էլ ձնապատ տեսանի հետ միաձուլվելով ստեղծում է գեղատեսիլ պատկեր։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկություններ է ստացել, որ օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Սոտքի հանքում ադրբեջանական եւ հայկական կողմերը սահմանազատման աշխատանքներ են իրականացնել։ Աղբյուրը դիմել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի գրասենյակ բարձելու, թե ինչ գործընթացներ են ընթանում։ Հարցին, թե արդյոք սահմանազատման աշխատանքները այժմ իրականացվում են, փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են։ Սոտքի հանքավայրի սահմանային հատվածում կատարվել են համատեղ տեղզնման աշխատանքներ Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից։ Ըստ աղբյուրի տեղեկությունների, ադրբեջանցի եւ հայ զինվորականները քարտեզով հանքի տարածքում են արդեն մի քանի օր։ Իրական են արդյոք այս տեղեկությունները թե ոչ, եւ որ քարտեզներով ինչ փաստաթղթերով է այդ սահմանազատումը իրականացվում, փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են,
որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Հարցին, որ սահմանազատում իրականացնելու համար անհրաժեշտ է հանրաքվե, եթե հանրաքվե չի արվել, ինչպես է նման գործողություններ իրականացվում, փոխվարչապետի գրասենյակից պատասխանել են, որ սահմանազատման հետ կապված աշխատանքները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ Ազգային ժողովի կողմից վավերացված Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի եւ Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգով։ Եվ վերջում օրվա տեսանյութ։ Հռոմի Պապ Լևոն 14-րդը կատարում է Մայքլ Բուբլեի հայտնի «Սեր» երգը։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ եւ մի մոռացեք դառնալ մեր YouTube-յան ալիքի բաժանորդ օրվա ամենակարևորը եւ բացառիկը բաց չթողնելու համար։